ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է եվրոպական երկրների կախվածությունը ԱՄՆ-ից Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում շարունակելու աստիճանաբար նվազել։ Նրա խոսքով Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն շարժվում են ավելի ինքնուրույն պաշտպանության համակարգի ձևավորման ուղղությամբ։ Ռյուտեն ընդգծել է Միացյալ Նահանգները դեռ շարունակելու առանցքային դեր խաղալ Եվրոպայի անվտանգության հարցում, ինչպես միջուկային, այնպես էլ ավանդական պաշտպանության ոլորտներում։ Սակայն ըստ նրա դաշինքի երկարաժամկետ ռազմավարությունը ենթադրում է, որ Եվրոպան ժամանակի ընթացքում պետք է ավելի քիչ կախված լինի մեկ դաշնակցից, նկատի ունենալով ԱՄՆ-ին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Լեհաստան տեղափոխել շուրջ 5000 ամերիկացի զինծառայող։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, չի արձագանքում Վոլոդիմիր Զելենսկու հայտարարություններին։ Բելարուսի առաջնորդը նշել է, չի արձագանքում Կիևից, այդ թվում Զելենսկուց եկող շշուկներին։ Ես սովոր եմ արձագանքել շանտաժին եւ սպառնալիքին։ Երբ լսում եմ, թե ինչպես է Զելենսկին Կիևից նման հայտարարություններ անում, սկսում եմ մտածել, ինչու է նա դա անում։ Նա ուզում է կռվել Բելարուսի դեմ։ Վստահ եմ ոչ, ասել է Լուկաշենկոն։ Բելարուսի առաջնորդը նշել է, եվրոպացի գործընկերները Զելենսկուն մղում են դեպի ագրեսիվ հռետորաբանություն եւ շանտաժի Բելարուսի դեմ, քանի որ նրանց դուր չի գալիս Մինսկի եւ Վաշինգտոնի միջև բարելավող երկխոսությունը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հնարավոր համաձայնագրի վերջնական նախագիծը կարող է հրապարակվել առաջիկա ժամերին։ Այս մասին հայտնում է Ալ-Արաբիան, նշելով, որ համաձայնությունը ձեռք է բերվել Պակիստանի միջնորդությամբ եւ վերաբերում է կողմերի միջև լարվածության կարգավորմանը։ Նախագծում ներառված են մի շարք առանցքային պայմաններ, ամբողջական եւ անհապաղ հրադադար ցամաքում, օդում եւ ծովում, ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների դադարեցում, ինչպես նաեւ տեղեկատվական պատերազմի ավարտ։ Փաստաթուղթը նաև նախատեսում է երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգում, ինչպես նաև Պարսից եւ Օմանի ծոցերում եւ Հորմուզի նեղուցում ազատ նավարկության երաշխավորում։ Բացի այդ, համաձայնագրով նախատեսում է ստեղծել համատեղ վերահսկողական մեխանիզմ պայմանավորվածությունների կատարման մշտադիտարկման եւ վեճերի լուծման համար։ Ալ-Արաբիայի փոխանցմամբ ԱՄՆ-ն փուլային տարբերակով կարող է թույլատնել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, պայմանով որ Թեհրանը հավատարիմ մնա համաձայնագրի դրույթներին։ Նշվում է նաև, որ փաստաթուղթը համապատասխանում է միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Եվրամիությունը ոչ մի դեպքում չի վերադառնա Ռուսաստանից նավթի եւ գազի նույնիսկ մասնակի գնումներին, ինչպես դա արեցին ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան, չնայած Իրանի պատերազմի պատճառով էներգակիրների գների աճին։ Այս մասին հայտարարել է տնտեսության հարցերով Եվրահանձնակատար Վալդիս Դոբրովսկիսը։ Նա հավելել է, որ Եվրահանձնաժողովը ներկայումս մտահոգված չէ Եվրամիության երկրներին էներգամատակարարման խափանումներով։ Հնարավորություն չկա, որ ԵՄ-ն վերադառնա ռուսական ռեսուրսներին։ Մենք արդեն դիվերսիֆիկացրել ենք մեր աղբյուրները։ Նորվեգիան այժմ Եվրամիության խողովակաշարային գազի հիմնական աղբյուրն է, իսկ Միացյալ Նահանգները հեղուկացված բնական գազի մեր հիմնական աղբյուրը։ Կայացվել է ռազմավարական որոշում ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթից եւ գազից, եւ մենք կհետևենք դրան, ասել է Դոբրովսկիսը։ Թրամփի կոշտ հայտարարությունները Իրանի հասցեին լուրջ անհանգստություն են առաջացրել եվրոպական երկրներում։ Reuters-ի տվյալներով եվրոպացի դիվանագետները սկսել են մտավախություն հայտնել, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում հնարավոր սրացման դեպքում կարող է նույնիսկ դիտարկել միջուկային զենքի կիրառման տարբերակը։ Հրապարակման համաձայն ապրիլի 7-ին Թրամփը հայտարարել էր, թե գիշերվա ընթացքում կարող է ամբողջ քաղաքակրթություն ոչնչանալ, ինչից հետո եվրոպական կառավարությունները շտապ պարզաբանումներ են պահանջել ԱՄՆ պետքարտուղարությունից, սակայն ամերիկյան կողմը ըստ Reuters-ի չի կարողացել հստակ բացատրել, թե նախագահը ինչ նկատի ուներ եւ որքան հեռուն կարող են գնալ նրա սպառնալիքները։ Եվրոպայում նաեւ մտահոգություն են հայտնել, որ նման հռետորաբանությունը կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շուրջ հակամարտությունում նմանատիպ հայտարարությունները արդարացնելու համար։ Ռուսաստանը մտադիր է մինչև 2026 թվականի ավարտը ավարտել Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունը, սակայն միայն իր համար հաղթական համարվող պայմաններով։ Նման տեսակետ է հայտնել Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Հրապարակման համաձայն Մոսկվայի հիմնական պահանջների թվում են Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողությունը եւ Եվրոպայի հետ անվտանգության լայն համաձայնագիրը, որը փաստացի կամրագրի Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքները։ Գործակալությունը նշում է, Կրեմլը ձգտում է հակամարտության ավարտին հասնել իր ռազմավարական պայմաններով։ Միաժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունները, թե Վլադիմիր Պուտինը պատերազմի ավարտի կոնկրետ ժամկետ է սահմանել։
Դատախազը միջնորդություն է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի Թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ ստացել են դատախազի միջնորդությունը եւ այսօր ժամը 5-ին փակ նիստով քննարկումներից հետո որոշումը կհրապարակեն։ Մայր Հայաստան կուսակցության գրասենյակը խուզարկելուց հետո իրավապահները նույն գործողությունները շարունակել են նաև Անդրանիկ Թևանյանի տանը։ Որ ձեր տունը հիմա խուզարկում են։ Ինչ է կանում այնտեղ։ Չէ, հիմա ձեր խնդիրը ներեցեք, ձեր խնդիրը որ միասին որն է ինքը կգա, բայց ձեր մեքենայով չի գա։ Ես չապանաս։ Մենք պայմանավորվել ենք, որ առանց ներեցեք, դուք իրավունք ունեք սահմանափակեք նրա տեղաշարժ։ Մենք պայմանավորվել ենք, որ առանց ինձ խուզարկություն չի լինելու մեր տանը։ գործողություններ մի քան Ով խանգարում դուք սկսել եք ներեցեք դուք ձեր Մենք չենք կարող համազգեստով։ Չեք սկսել։ Չէ, չնստեք մեքենան։ Մի վարք, ես հիմա ոտքով մեծ կողքի շենքում ենք, եկեք բան չանենք, նորմալ դուք ձեր աշխատանքը։ Իրանք հիմա ուզում են, այսինքն մեքենան նստացնեն, մենք ոտքով շարժվենք։ Ինչ խնդիր։ Իրենց խնդիրը դա է, զրկել ազատություն։ Իրենց նպատակը դա է։ Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ առգրավել են համակարգիչներ, հեռախոսներ, ինչ-որ թղթեր, նույնիսկ վերլուծական նյութեր։ Վերջին զանգի միջոցառումների շրջանակում ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն, այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Ժամը 13:00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։ Ոստիկանությունը հորդորում է միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին կմասնակցեն քաղաքացիների 59.3%-ը, հարցման արդյունքներն է ներկայացրել Գելլափը։ Վերջին 1.5 ամսվա ընթացքում աճ է գրանցվել քաղաքացիների մասնակցության առումով, քանի որ ապրիլի սկզբին միայն 51.9%-ն էին նշել, որ մասնակցելու են ընտրություններին։ Մյուս փուլում ապրիլի վերջ 57.5%-ը, իսկ արդեն հիմա 59.3%-ը, որոնք պատասխանել են, որ միանշանակ մասնակցելու են ընտրություններին։ 14%-ը նշել է, որ ավելի շուտ կմասնակցեն, 11.4%-ը նշել է, որ ավելի շուտ ոչ եւ միանշանակ ոչ նշել է 8.3%-ը։ 7%-ը դեռ տատանում է հարցին պատասխանել։ Թե ում կընտրեն հարցվածները, եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ապա 28.8%-ը նշել է քաղաքացիական պայմանագիր, 14.9%-ը ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք, 12.1%-ը Հայաստան կուսակցությունների դաշինք, 8.7%-ը Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Միասնության թևեր կուսակցությունը նշել են 5.8%-ը։ Հարցվածների միայն 0.9%-ն է նշել, որ կփչացնի քվյաթերթիկը, իսկ հարցին հրաժարվել է պատասխանել 8.1%-ը։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփի Չինաստան կատարած այցերը մեծացրել են Ուկրաինայի վրա ճնշումը։ Պեկինում երկօրյա գագաթնաժողովի ամփոփմամբ Սի Ցինփինը եւ Դոնալդ Թրամփը կոչ են արել նշանակալի ջանքեր գործադրել դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։ Մինչդեռ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանին հստակեցրել է, Պեկինը ակնկալում է ռազմական գործողությունների հնարավորինս շուտ դադարեցում։ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Կիևի վրա, մինչդեռ Չինաստանը որպես ռուսական վառելիքի ամենամեծ սպառող երաշխավորում է Ռուսաստանի աջակցությունը։ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ, քանի որ արևմտյան երկրները պատրաստ չեն հսկայական գումարներ ծախսել երկիրը վերականգնելու համար։ Նման կարծիք է հայտնել Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։ Այս դաշինքների մաս կազմող երկրները հասկանում են, որ ստիպված կլինեն կերակրել Ուկրաինան եւ վերականգնել այն, ինչը նրանք պատրաստ չեն անել, բացատրել է մշտական ներկայացուցիչը։ Նա նաև հայտարարել է արևմտյան երկրները ոչնչացնում են Ուկրաինան որպես ռուսական աշխարհի մաս, ցկտելով առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանին։ Միջուկային եռյակը պետք է ծառայի որպես Ռուսաստանի եւ Բելարուսի միութենական պետության ինքնիշխանության երաշխավոր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաշվի առնելով աշխարհում աճող լարվածությունը եւ նոր սպառնալիքների ու ռիսկերի հայտ գալը, մեր միջուկային եռյակը, ինչպես նախկինում, պետք է ծառայի որպես Ռուսաստանի եւ Բելարուսի միութենական պետության ինքնիշխանության հուսալի երաշխավոր, ընդգծել է պետության ղեկավարը։ Ավելին, ըստ Պուտինի, այն պետք է ապահովի ռազմավարական զսպման հասնելը, միջուկային հավասարության պահպանումը եւ ուժերի հավասարակշռությունը համաշխարհային մակարդակով։
Եվրոպական միության իշխանությունները նախատեսում են պատժամիջոցներ կիրառել Եվրամիության երկրներում գտնվող մի քանի իրանցի ռազմական կցորդների նկատմամբ եւ պահանջել նրանց արտաքսումը, հաղորդում է Euractiv-ը հղում անելով ներքին փաստաթղթերին։ Ըստ կայքի հնարավոր սահմանափակումները կապված են մի քանի իրանցի զինվորական պաշտոնյաների իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ենթադրյալ կապերի մասով։ Ուկրաինան ներկայումս չունի ռուսական բալիստիկ հրթիռների դեմ արդյունավետ հակազդեցության միջոցներ։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Մենք իսկապես ուզում ենք ունենալ մեր սեփական օդային պաշտպանությունը։ Մենք քննարկում ենք բազմաթիվ տարբեր մոտեցումներ, որոնցից մի քանիսը շատ հաջողված են, որոնք կարող են ոչնչացնել անօդաչու թռչող սարքեր, թե ռեակտիվ, թե սովորական անօդաչու թռչող սարքեր, հեռահար զենքեր եւ այլն, բայց մենք դեռևս չունենք հակաբալիստիկ հրթիռներ։ Փնտրում ենք, նշել է Զելենսկին։ Պետության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հուշարձաններ կանգնեցնել այն անձի համար, ով ցույց կտա մեզ մեր ժամանակակից հակաբալիստիկ հրթիռները։ Միևնույն ժամանակ նա նշել է, այս ուղղությամբ ուժեղ առաջին քայլեր են ձեռնարկվում։ Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգիենեն կոչ է արել լիտվացի քաղաքական գործիչներին զերծ մնալ Ռուսաստանի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելուց։ Նա արձագանքել է արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հայտարարությանը, ով հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձում է վերաուղղորդել Լիտվայի օդային տարածքում թռչող անօդաչու թռչող սարքերը։ Չկա որևէ ապացույց, որ գլխավերևում թռչող անօդաչու թռչող սարքերն ուղղվում են դեպի Լիտվա, ընդգծել է Լիտվայի վարչապետը։ Նա կոչ է արել քաղաքական գործիչներին պահպանել հանգստություն, հետևել հրահանգներին եւ զերծ մնալ Ռուսաստանի դեմ կոշտ հայտարարություններ անելուց։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրամանագիր է ստորագրել, որով արգելում է զենքի համար նախատեսված ուրանի արտահանումը, հաղորդում է Reuters-ը, հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրներին։ Նշվում է, հրամանագիրը ցույց է տալիս Թեհրանի դիրքորոշման կոշտացումը ԱՄՆ-ի հիմնական պահանջներից մեկի վերաբերյալ։ Իրանի առաջնորդի հրամանագիրը կարող է ավելի հիասթափեցնել Դոնալդ Թրամփին եւ բարդացնել պատերազմը դադարեցնելու բանակցությունները։ Գործակալության աղբյուրը հավելել է, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ նյութեր արտասահման ուղարկելը կարող է երկիրն ավելի խոցելի դարձնել ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից ապագա հարձակումների նկատմամբ։ Փետրվարի 7-ից հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 43 քրեական վարույթ ընտրակաշարք տալու, ընտրակաշարք ստանալու, ընտրակաշարքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև դրանց համակցությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ։ Նշված վարույթներից 14-ով ձերբակալվել է 67 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորել է ոչ ասել ընտրակաշարքին։ Այսօր վաղ առավոտյան ժամը 7-ին ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում։ Կուսակցության վարչության անդամ Արեգ Նազմանուկյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ քննչական գործողությունների պահին գրասենյակում է նաև Անդրանիկ Թևանյանը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի դեմ պետական դավաճանության հոդվածով։ Գիտեք, որ ԲԿ ցուցակի երկրորդ համարկա Անդրանիկ Թևանյան անունով վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ հայտնել են, որ իրավապահներից պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համար համաձայնություն ստանալու միջնորդություն չեն ստացել։ Պատգամավորի թեկնածուի նկատմամբ նախընտրական շրջանում հետապնդում հարուցելու համաձայնություն պետք է տա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են նաև, որ խուզարկություններ են իրականացվել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տանը։ Խուզարկությունն իրականացվել է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Մարտուն Գրիգորյանը հայտնել է, որ իրավապահները փնտրել են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք ըստ խուզարկողների կարող են կապված լինել նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ։ Գրիգորյանը նաև նշել է, որ տեղյակ չէ, թե արդյոք իր թիմակիցների շրջանում կան ձերբակալվածներ, բայց խուզարկությունները մի քանի տեղ են ընթանում։
Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, որովհետև հենց այդ ձայների հարագումարով պիտի պաշտպանենք մեր հավատն ու մայր եկեղեցին կեղծ բարենորոքիչներից։ Այս մասին ասել է Եզրած arczepiskopos Ներսիսյանը։ Նա կոչ է արել բոլորին մասնակցել Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններին, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ուժեղ հայրենիքի, հանուն հայի ինքնության պահպանման, արդարության ու համերաշխության հաստատման եւ ազգային արժանապատվության վերականգնման։ Կանգնած ենք գոյաբանական սահմանագծին։ Ոստի յուրաքանչյուրս, որպես հոգացավ ու ազգասեր քրիստոնյա հայ, որպես պատասխանատու օրինահար քաղաքացի, մեր սրբազան պարտքն է եւ իրավունքը անվերապահորեն մասնակցել ընտրություններին, որով կփրկենք մեր ինքնության հիմնասյուները, մեր ազգային սրբությունները, մեր հայրենիքն ու պետականությունը կործանումից։ Երկու համարի ներքո հանդես եկող բոլորին դեմ եմ կուսակցությունը իր ոճով է շարունակում Քարոզ Արշավը։ Կուսակցության անդամները Քարոզ Արշավի 14-րդ օրը սկսել են Երևանի կենտրոնից Ազատության հրապարակում իրականացրել են բոճկա գլորելու ակցիա։ Բոճկաների վրա փակցված էին ընտրություններին մասնակից ուժերի լոգոները։ Կուսակցությունից նշում էին, որ Քարոզ Արշավի ընթացքում մնացած բոլոր ուժերը զբաղված են իրար վրա բոճկա գլորելով եւ իրենք սրանով ցույց են տալիս, որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ եւ դրանք բոլորը նույնքան լավ են բոճկա գլորում, որքան գործող ու հավակնող վարչապետերը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա եւս 2 ամիս։ Դատավարության ժամանակ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունները նրա խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Դատարանը նաեւ մեղմացրել է տնային կալանքի պայմանները, որոշելով, որ Արթուր Սարգսյանը կարող է հանդիպել ցանկացած անձի հետ բացառությամբ սրբազան պայքարի գործով անցնող մասնակիցների ու վկաների։ Նշենք, որ Արթուր Սարգսյանը եւ Բագրատ Սրբազանը եւ մի խումբ անձինք մեղադրվում են իբր թե իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։ Մայիսի 21-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական քաղաքական իրադրությանը, ընտրական գործընթացների խաղաղ եւ թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտությանը։ Ռուսաստանի Դաշնությունից հասկացնում են Փաշինյանին խելքդ գլուխդ հավաքի մեծ պետության հետ չի կարելի այսպես վարվել։ Այս մասին ապարանում Քարոզ Արշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը եւ նշել. Մի քանի ամիս հասկացնում են, ակնարկում են, ասում են խելքդ հավաքի չի կարելի մեծ պետության հետ այսպես վարվել։ Ես փորձում եմ այս վերջի ամիսը զգալով ուղղակի հասկանում եմ այդ երկիրը։ Փորձում եմ փորձում եմ հուշել, որ մի արեք սա, մեր ժողովրդին վնաս եք հասցնել։ Այսինքն արդեն բանը բանից անցել է, ինչ է լինելու։ Իհարկե անցել։ Ինչ անելու Ռուսաստանը պատժելու։ Օրինակ այսօրվա այդ ինֆորմացիան, թե երեկվա ինֆորմացիան, ծաղիկների արգելք։ Հիմա վաղը մյուս օր, որ գյուղ արտադրանքի այլ տեսակների վերաբերյալ արգելքներ մտցնեն։ Ինչ են անում։ Հիմա այդ ժողովուրդ, այդ խեղճ ժողովուրդ, օրինակ ով որ վարկա վերցրել, ով որ ջերմոցասարքել, այսօր վարկա սպասարկում եւ այդ ջերմոցում ծաղիկ արտադրում եւ արտանում Ռուսաստան։ Ինչ պիտի անի այդ մարդը։ Իշխանությունները այդ մարդը թո ինքը այդ դեպքում պայմանավորի ու ծաղիկները տանեն Ֆրանսիա ծախեն։ Մակրոնի Բրիջիտին տան նվերներ տան։ 11 հայ մարզիկ Իտալիայից վերադարձել է հաղթանակով։ Գունֆուի աշխարհի 22-րդ առաջնությունում Հայաստանի ուշու Գունֆու ազգային ֆեդերացիայի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ, նվաճելով 13 ոսկե եւ 2 արծաթե մեդալ։ 2026 թվականի մայիսի 15-ից 17-ը իտալական Պերուջա քաղաքը վերածվել էր չինական մարտարվեստների համաշխարհային կենտրոնի, հյուրընկալելով Գունֆուի աշխարհի 22-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 16 երկիր ներկայացնող 98 մարզական ակումբներ եւ ընդհանուր առմամբ 988 մարզիկ։ Բարձրակարգ կազմակերպչական աշխատանքը 45 մրցավարի, 30 կին դատավորի եւ փորձառու տեխնիկական անձնակազմի ներգրավվածությունը մրցաշարին հաղորդեցին միջազգային բարձր մակարդակ եւ մրցակցային լարված մթնոլորտ։
Հայաստանի հավաքականը մրցահարթակում դրսևորեց մարտական բարձր պատրաստվածություն, թիմային ամուր համախմբվածություն եւ հաղթողի անկոտրում հոգեբանություն։ Մեր մարզիկները յուրաքանչյուր ելույթում եւ մենամարտում պայքարեցին մինչեւ վերջին վայրկյանը, ցուցաբերելով տեխնիկական վարպետություն, տակտիկական գրագետ մոտեցում եւ կամային բացառիկ հատկանիշներ։ Միջազգային կարգի սպորտի վարպետ Լիանա Վարդանյանը դարձավ առաջնության ամենավառ աստղերից մեկը, նվաճելով 5 ոսկե մեդալ, այդ թվում Վինգ Չուն եւ Սինի Ցուան ոճերում։ Հատկանշական է, որ նշված կարգերում Հայաստանի ազգային հավաքականը հանդես էր գալիս առաջին անգամ։ Իր հաղթանակները Լիանա Վարդանյանը նվիրեց հետախույզ փոխգնդապետ 44-օրյա պատերազմում զոհված Վահագն Թումասյանի լուսավոր հիշատակին։ Թիմի ամենակրտսեր մասնակիցը 11-ամյա Արևիկ Այվազյանը Շաոլին Ցուան ոճի զույգ դանակներով վարժահամալիրում վստահ ու տպավորիչ ելույթ ունեցավ, արժանանալով ոսկե մեդալի եւ աշխարհի չեմպիոնի կոչման։ Արևիկ Այվազյանի մարզիչը Տիգրան Չոբանյանն է։ Արարատի մարզի Արմաշ գյուղը եւս փայլուն արդյունք գրանցեց միանգամից ունենալով 3 աշխարհի չեմպիոն։ Վանիկ Սիմոնյանին, Հակոբ Շահնազարյանին եւ Արման Մուրադյանին, նրանց մարզիչը Սիրանուշ Նիկողոսյանն է։ Մյուս մարզիկները ներկայացնում են Երևանը, Գյումրին, Երասխը, Սևակավանը ու Սուրենավանը։ Հայ մարզիկները գրանցել են հետևյալ արդյունքները. Լիանա Վարդանյան 5 ոսկե մեդալ, Սին Ցուան, Թայձի Ցուան առանց զենքի, Թայձի Ցուան նեղ թրով, Թայձի Ցուան լայն թրով, Վինգ Չուն մարզաձևերում։ Արևիկ Այվազյան ոսկե մեդալ, Շաոլին Վուդանգ Ցուան զույգ դանակով մարզաձևում։ Սանդաուշու մարզաձևում ոսկե մեդալներ են նվաճել Արման Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը, Վանիկ Սիմոնյանը, Հակոբ Շահնազարյանը, Արման Մուրադյանը, Կարապետ Ջաջիկյանը, Ալիկ Էլիազյանը։ Արծաթե մեդալներ են նվաճել Ջիվան Ազոյանը, Արամ Օղիկյանը։ Հայաստանի ուշու գունֆու ազգային ֆեդերացիայի նախագահ եւ հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Չոբանյանը բարձր գնահատեց թիմի ելույթը, ընդգծելով, որ արձանագրված հաղթանակները նվիրվում են Արցախյան պատերազմներում զոհված եւ անհետ կորած մեր հերոս հայրենիների ու հայուհիների հիշատակին։ Մեր հայրենասեր թիմը աշխարհի առաջնությունում հանդես եկավ արժանապատվորեն հանուն հայրենիքի, ազգային ինքնության եւ հայկական մարտական ոգու։ Խոնարհվում եմ եւ խորին շնորհակալություն եմ հայտնում թիմի բոլոր անդամներին իրենց նվիրումի, կարգապահության եւ հաղթական կամքի համար։ Աստված պահապան լինի հայ ազգին ու Հայաստանին, նշեց վաստակաշատ մարզիչը։ Ուկրաինան պատասխան է պատրաստում Բելարուսի տարածքից Ռուսաստանի հնարավոր հարձակմանը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Մենք մանրակրկիտ վերլուծել ենք մեր հետախուզական տվյալները Չեռնիգով-Կիև տարածքում Ռուսաստանի հարձակողական պլանավորման վերաբերյալ։ Մենք պատասխան ենք պատրաստում թշնամու յուրաքանչյուր հնարավոր գործողությանը։ Մեր ուժերը այս տարածքում կմեծացվեն, ասել է Զելենսկին։ Նա նաև հանձնարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը պատրաստել լրացուցիչ դիվանագիտական միջոցառումներ Բելարուսի Հանրապետության դեմ։ Իրանի պաշտոնյաները Պակիստանի միջնորդներից լրացուցիչ ժամանակ են խնդրել Պարսից ծոցում հակամարտության կարգավորման ամերիկյան պայմանները գնահատելու եւ ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտնում է Կատարի Ալ Ջազիրան, հղում անելով Պակիստանի աղբյուրին։ Իրանի պաշտոնյաները ժամանակ են խնդրել Պակիստանից ամերիկյան պայմանները գնահատելու եւ ուսումնասիրելու համար, պնդել է աղբյուրը։ Իրանի հարստացված ուրանը գլխավոր խոչընդոտն է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չափազանց կասկածամիտ է Իրանի հետ բանակցությունների նկատմամբ եւ ցանկանում է վերսկսել ռազմական գործողությունները, հաղորդում է Axios-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Նեթանյահուն դժվար հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Թեհրանի հետ համաձայնության գալու նոր փորձերը։ Հրապարակման աղբյուրի փոխանցմամբ Իսրայելի վարչապետը զրույցից հետո չափազանց մտահոգված է եղել։ Իրանը տիրապետում է ժամանակակից զենքի, որը դեռևս չի օգտագործվել Միացյալ Նահանգների հետ դիմակայության ժամանակ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ռազմական աղբյուրը։ Նրա խոսքով դրանք արտադրվել են տեղական մակարդակով, դեռևս չեն օգտագործվել մարտադաշտում եւ չեն փորձարկվել։ Սարքավորումների կամ պաշտպանական կարողությունների առումով մենք որևէ պակաս չենք զգում, որը կխանգարի մեզ պաշտպանել մեր երկիրը։ Այս անգամ մենք մտադիր չենք գործել զսպվածությամբ, նշել է աղբյուրը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մոտ ժամանակում նախատեսվում է բարձր մակարդակի ռուս-բելարուսական միջոցառում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովի խոսքով միջոցառումը կանցկացվի ամենաբարձր մակարդակով, սակայն դրա մանրամասները դեռևս չեն հրապարակվում։ Կրեմլի ներկայացուցիչը չի հստակեցրել նաև հանդիպման օրակարգն ու անցկացման վայրը։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, Ուկրաինան մոտ ապագայում կարող է կորցնել նոր տարածքներ։ Նրա խոսքով խորհրդային միության փլուզումից հետո Ուկրաինան արդեն կորցրել է իր տարածքների ավելի քան 20%-ը։ Նրա կարծիքով երկրի տարածքային կորուստները կարող են շարունակվել նաև առաջիկայում։ Պետության հիմնական հատկանիշներից մեկը սեփական տարածքի նկատմամբ կայուն վերահսկողությունն է, նշել է ռուս պաշտոնյան։ Նա նաև հայտարարել է, Ուկրաինայում իր գնահատմամբ շարունակվում է համակարգային ճգնաժամը, իսկ Արևմուտքի աջակցությունն ու ՆԱՏՕ-ին անդամակցության խոստումները չեն կարող կանգնեցնել այդ գործընթացը։ Իրանը վերականգնում է իր ռազմաարդյունաբերական բազան ավելի արագ, քան ԱՄՆ-ն սպասում էր եւ արդեն վերսկսել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Հաղորդում է CNN-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության տվյալներին։ Հաղորդագրության համաձայն Թեհրանը սկսել է վերականգնել որոշ արտադրական հզորություններ ապրիլի սկզբին ուժի մեջ մտած հրադադարի ընթացքում։ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը վերականգնում է իր հրթիռային համակարգերը, արձակման կայանքները եւ հիմնական զենքերի արտադրական հզորությունները, որոնք վնասվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներից զգալիորեն ավելի արագ, քան սպասվում էր։ CNN-ը նշում է, հետախուզության գնահատականները ենթադրում են, Իրանը կարող է լիովին վերականգնել իր հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության հզորությունները 6 ամսվա ընթացքում։ Կիևի ռեժիմի համար դիմադրությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ինքնաոչնչացնող է, քանի որ այն անխուսափելիորեն ստիպված կլինի բազմաթիվ ցավոտ զիջումների գնալ։ Նման կարծիք է հայտնել հունգարական European Conservative ամսագիրը։ Ինչպես նշում է հրատարակությունը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ռեսուրսների անհավասարակշռությունը միշտ նշանակում էր, որ Կիևը չէր կարողանա հաջողության հասնել եւ 2022-ին հակամարտությունը շարունակելու որոշումը աղետալի էր ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի համար։ Արդյունքում Ուկրաինայի բնակչությունը 4 տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան կեսով, 40 միլիոնից հասնելով մոտ 20 միլիոնի, մինչդեռ եվրոպական երկրները բախվում են էներգակիրների գների աճի եւ արագացված ապարդյունաբերականացման հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Կուբայում ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական տարբերակները, բայց դեռևս որոշում չի կայացրել։ Հաղորդում է Politico-ն, հղում անելով Սպիտակ տան անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։ Թրամփն ունի Կուբայում դիվանագիտական եւ ռազմական տարբերակներ, բայց դեռևս չի որոշել այս կամ այն ուղին, շարունակելով ճնշում գործադրել նավթի ներմուծումը արգելափակելով եւ պատժամիջոցներ սահմանելով, նշում է հրատարակությունը։ Թերթը պարզաբանում է Կուբայի վերաբերյալ Վաշինգտոնի հաջորդ քայլերը մնում են անորոշ։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը կարող է շուտով այցելել Հյուսիսային Կորեա, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը, հղում անելով Հարավային Կորեայի կառավարության աղբյուրներին։ Մենք ստացել ենք հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը շուտով կայցելի Հյուսիսային Կորեա, ասել է գործակալության աղբյուրներից մեկը։ Մեկ այլ պաշտոնյա հայտնել է, այցը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Սեուլը նշել է, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանին այցելել է Հյուսիսային Կորեա ապրիլին։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում մայիսի 22-ից 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը կնվազի 5-ից 7 աստիճանով, մայիսի 22-ից 23-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 5 աստիճանով։